Բարև ձեզ սիրելի հետևորդներ, դուք դիտում եք on-line զրույցը եւ այսօրվա մեր հյուրն է չեմպիոն, մեր լավ մարզիկ, ուղղակի լավ մարդ Յուրի Սակունցը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ ենք, դուք ո՞նց եք։ Շատ լավ ենք, շնորհակալություն։ Սկսենք առաջին հարցից։ Բայարդը սկսենք։ Ինչպես սկսվեց ձեր կարիերան եւ հետաքրքրությունը այս ոլորտում։ Զուտ ոսպորտը շատ եմ սիրել և հայրը նույնպես սպորտսմեն է և այդ ուղին ես փորձել եմ շարունակել։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցը։ Ո՞րն է եղել ձեր կարիերայի ամենամեծ մարտահրավերը, որը հաղթահարել եք։ Իրականում տեսեք, իմ բոլոր նվաճումները, իմ համար բոլորը եղել են ամենադժվարը։ Պրոստը այստեղ խնդիրը նրանում է, որ երբ որ այդ մարտահրավերները կարողացել եմ հաղթահարել, արդեն դա եղել է իմ համար հեշտ։ Այսինքն չեն եղել հեշտ իմ համար հաղթահարելի մարտահրավերներ կամ մրցույթներ, բոլորը իմ համար եղել են դժվար։ Ու տենց քանի գնում դժվարանում է, քանի գնում դժվարանում է, բայց երբ որ կարողանում ես հաղթես, denk ինչ-որ մի մրցույթում այդ վաղ տասնոցարա հեշտ էր, այս միջև կպնելը շատ դժվար է լինում։ Շնորհակալություն, ես վստահ եմ դուք բոլոր մարտերը կհաղթեք, ես դրանում միանշանակ վստահ եմ։ Հաջորդ հարց։ Ո՞րն է եղել ձեր ամենահիշվող խաղը։ Մենամարտը։ Մեզ հարցեր եք տալիս, որ չի եղել այնպես բան, որ ես չհիշեմ։ Իմ բոլոր ռեկորդները, իմ բոլոր մրցույթները, բոլոր մենամարտերը սա հիշվող են։ Որովհետև յուրաքանչյուր մենամարտի ժամանակ դու մի հատ կյանք ես տնում։ Յուրաքանչյուր մենամարտի առաջ պատրաստվում ես, քրտնաջան տանջվում ես, քրտինք վայում ես թափում։ Ու դրա համար անհնար է, որ չհիշես։ Դու ամեն մենամարտից առաջ դու այնպես դաժան պարապմունքներ, ունես դաժան տանջալիք, աշխատանք ես տանում, որ հասկանում ես, որ պետք է գնաս, մենամարտես, հաղթես, ու դրա համար միշտ հիշվող են բոլորը։ Հեշտ չի տրվում ոչինչ, որ տենց հեշտ էլ մոռանաս։ Շնորհակալություն եւ եկանք հասանք տրամաբանական հարցերից։ Հարցերը մի փոքր մանիպուլացնող են, սկսենք։ Давай։ Որ կենթանու վրայով են անցնում եւ մարդիկ եւ մեքենաները։ Կենթանու զեբրայի։ Ճիշտ է, դուք ունեք մեկ միավոր, այո։ Ճիշտ պատասխան։ Ահա։ Հաջորդ հարցը, որ ծովում ջուր չկա։ Քարտեզի։ Այո, դուք ունեք երկու միավոր, բրավո։ Ասեմ մեր նախագծում գոնե եթե մեկ միավոր հավաքում եք, դուք արդեն հաղթող եք։ Այդպիսի հեշտ կանոններ ունենք։ Հիմա ես հաղթեցի փաստորեն։ Հաղթել եք, բայց դեռ էլի փուլեր կան, վստահ եմ դրանք էլ կհաղթահարեք։ Բայց քանի վայրկյան պետք է ասեմ պատասխանեմ։ Քանի վայրկյան կուզեք, անգամ կարող եք րոպեներով։ Խնդիր չկա։ Լավ։ Հիմա ես ձեզ կուղարկեմ նկարներ, որոնք արված են մանրադիտակով, եւ դուք պետք է գուշակեք, թե ինչ են։ Հասկացա։ Հիմա պետք է նայեմ, եսի մտածեմ ինչ է, հա։ Հա։ Մի փոքր հուշեմ։ Արդյունքում Մոտիկ պատասխանել, բայց ոչ շատ թուղթն է։ Այս տեսքն ունեմ։ Հաջորդ ուղարկեմ։ Նուռը էսի։ Ցավոք սրտի ոչ, սա խնձորն է, խնձորի կաշին։ Լավ։ Եկանք հասանք ինտելեկտուալ հարցերին։ Ահա։ Որն է ավելի շատ, 3 օրը թե 100 ժամը։ 3 օրը թե 100 ժամը։ Այո։ Ավելի շատ։ Հա։ 100 ժամը։ Ճիշտ է, դուք արդեն ունեք 3 միավոր, շնորհավորում եմ։ Հաջորդը։ Որն է զամբյուղ բառի հոմանիշը։ Պարկ թե կողով։ Ով։ Ճիշտ է, դուք արդեն ունեք 5 միավոր, բրավո, անկեղծ, դուք սա հարցերին ճիշտ եք պատասխանում, դա շատ լավ է, և հիմա մենք ձեզ կուղարկենք նկարներ հայտնի մարդու, որին դուք վստահ եմ կճանաչեք և հայտնի շին չեն, բայց միայն մոտիկից և աչկերը, ուղարկեցի։ Այդ իմ արդու է ֆուտբոլիստա ինչար։ Ինքը ձեր ասպարեզից է, մի փոքր հուշում։ Չի երևում ախրես նկարի մեջ, մի վարկան կարող լավ չի բացել, մի վարկյան։ Ասեմ։ Մի վարկյան հələ մտածեմ էլ։ Հա, կարող եմ մի փոքր հուշել։
Դավայ։ Նա նույնպես ձեզ նման չեմպիոն է։ Այժմ Հայաստանում չէ, կարծեմ։ Էնիկ Մխիթարյան։ Ցավոք Վիկ Դարչինյան։ Դարչինյան, բայց չջոգի։ Հիմա կուղարկեմ հայտնի շինության նկար։ Ֆիզկուլ ինստիտուտ։ Ճիշտ է, 6 միավոր, բրավո։ Դուք հաղթեցիք, շնորհավորում եմ ձեզ։ Ահա։ Եվ սիրելի հետևորդներ, դուք դիտում եք on-line զրույցը եւ այսօրվա մեր հյուրն էր, հիշեցնեմ, բոլորի կողմից սիրված մարտիկ, պրոֆեսիոնալ մարտիկ, ուղղակի ջերմ ու շատ լավ մարդ, Յուրի Սակունցը, շնորհակալություն, որ ինձ չմերժեցիք ու ձեր թանկ ժամանակից տրամադրեցիք ինձ։ Ես նույնպես շատ շնորհակալություն, այս հավես, լավ, ջերմ համար ասեմ, շատ հավես է իրակ, մալադեց, ու շարունակեք, որովհետև նպատակի հետևից գնացեք, նպատակը որդրացնում է միջոցները, հենց սիրուն խոսքա, չէ։ Այո, եւ Ձեզ դուք բայն եմ ցանկանում, ասպաս պարապան ձեզ, շարունակեք, ես ինչով է կարող եմ ձեզ օգտակար լինեմ, իմացեք միշտ կարող եք ինձ գրել։ շնորհակալություն եւ դուք մեր հայ ազգի, մեր բոլորի պարծանքն եք, շնորհակալություն, որ ինձ պատասխանեցիք ու ձեր շատ թանկ ժամանակից տրամադրեցիք։ Շնորհակալ եմ շատ, ապրեք։